Տրնդես Հեթանոսական տոնակատարությունը, պաշտամունքը դարձրեցին քրիստոնեական ավանդություն, ցույց սա քրիստոնեական տոն է։ Իհարկե ոչ։ Քրիստոնեության հետ բացարձակ կապ չունեցող մի տոնակատարություն է, որ ցավալիորեն 21-րդ դարում այս զարգացված շրջանում մարդիկ շարունակում են։ Փետրվար ամսի 13-ին կամ 14-ին տարբեր կրակի տոնակատարություններ կատարել։ Սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հայ ազգ, զգուշացնում եմ քեզ Աստվածաշնչով, որ Սուրբ Գիրքը երկրորդ օրինացգրքում էլ ասում է, դու կարող եք տեսնել էկրաններին գրված, որ ձեր տղաներին ու աղջիկներին չգտնվի ձեր մեջ կրակով անցկացնող։ Այո, դա վերաբերվում է նաև կուռքերին, որ զոհում են երեխաներին, բայց Աստվածաշունչը խոսում է, որ ինքն է կրակը, եւ ճշմարիտ կրակը հենց Սուրբ Հոգին է, որ մկրտում է մեզ Սուրբ Հոգու կրակով եւ զորությունով։ Սատանան դրա պատճենահանումն է արել եւ դրա կարծես ոչ իրականը, ոչ ճիշտը, ու այսօր մատուցում է մարդկանց կրակ, որը զվարճանք է, ուրախություն է, ցավալիորեն Հայաստանում դա վերաբերվում է նորապսակների օրհնանքի օրվա հետ, օ Տեր Աստված, ողորմություն արա, որտեղ իրական ընտանիք ինստիտուտը ստեղծել է Աստված, ամեն տղամարդ ու կին Ադամ Եվա է, եւ նրանց միասնությունը երկնքի Աստծո կամքը պետք է լինի, եւ ոչ թե այդ ամեն փուչ եւ սխալ հեթանոսական պաշտամունքները։ Հարցրեք ձեր շուրջը գտնվող հեռու կամ մոտ ծանոթ հոգևորականին, քահանային, արդյոք սա քրիստոնեության կապ ունի։ Կլսեք նույն պատասխանը, որ բացարձակ հեթանոսական տոնակատարությունը, պաշտամունքը դարձրեցին քրիստոնեական ավանդություն։ Միգուցե ինչ-որ մեկը ասի, ուրախանում ենք, տրնդես, լսեք, 7 պտույտ ինչի մասին է, 3 թռիչք ինչի մասին է, ցավերը թափել կրակի մեջ, հաջողություն վերցնել, սա անմտություն է, սիրելի հայ ժողովուրդ։ Ես զգուշացնում եմ ձեզ Աստծո խոսքով, որ ձեզ համար կուռքեր մի շինեք եւ կռապաշտություն մի արեք, եւ ձեր սրտի հորինվածք չաստվածներին մի հետևեք, այլ հետևեք միակ Աստծուն, որը սուրբ է, անարատ է, եւ Աստծո կրակը պետք է երևնա մեր մեջ մաքրությամբ, սրբությամբ, անարատությամբ, կյանքը սիրելով, կյանքին նայելով Քրիստոսի աչքերով, մերժում ենք տրնդեզը, տիառն եւ տիր կուռքին մատուցված բոլոր պաշտամունքները։ Ամեն։